Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այսօր պատրաստել ենք կոֆե տատիկի համար, շատ շնորհակալ եմ լավ խոսքերի համար, լցնում ենք ջուրը, կոֆեն, տատիկը առանց շաքարի է կոֆեն խմում, На летних каникулах я планирую приготовить что-то вкусное. Вам нравится, как я готовлю? Вот пока мы как раз разговаривали, и приготовилась наше кофе. Вот так получилось. Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, բարի օր եմ մաղթում բոլորիդ, թող օրը լցված լինի բարությամբ, խաղաղությամբ, թող մենք լինենք առողջ և անհոգ, մինչ հոլովակը սկսելը ուզում եմ իմ շնորհակալական խոսքը ասել բոլորիդ, անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, սիրելիներս, ջերմ, բարի, լավ խոսքերի համար, թե ինձ ուղված, թե իմ ընտանիքին ուղված և թե Մարինկայիս բարի խոսքերի համար, Աստված կրկնակին եռապատիկը, քառապատիկը, հազարապատիկը օրհնի ձեր ընտանիքները, օրհնություններով լցվեք, իմ լավ բարեկամներ, որ այդքան հարգում եք, սիրում եք մեր ընտանիքը և սիրով եք լցված Մարինկայիս հանդեպ, սիրում եք, շատ գեղեցիկ խոսքեր եք գրում, որի համար կրկին անգամ անչափ շատ շնորհակալ եմ, սիրելի հետևորդներ ջան, իսկ հիմա Մարինես դուք տեսաք, որ ինձ համար դրեց մի բաժակ կոֆե, միասին խմենք և զրուցենք։ Իմ լավ բարեկամներ, բավականին ժամանակ չենք հանդիպել իրար, տեսախցիկով։ Հիվանդացել էի մի քիչ, հիմա արդեն լավ եմ, թե շաքարս էր բարձրացել, թե ճնշումս էր բարձրացել, երևի ներշնչանքից ոտքիս համար նեղվեցի, հիմա կանոնավորվել է, արդեն լավ եմ, նորմայի մեջ է թե ճնշումը, թե շաքարը, մի քիչ էլ հոգիս է հանդարտվել, որովհետև կամանց արդեն քայլում եմ, երկար չէ, բայց քայլում եմ և դեպի լավն է գնում, գիպսը հանել ենք, ճիշտ է ոտքս դեռ մի քիչ ուռած է, հույսով եմ կիջնի և դեպի ավելի լավը կգնամ, ես հույսեր չեմ կորցնում, ամեն ինչ լավ է լինելու, եթե կա ինչ-որ ոնց բացատրեմ դժվարություն, կա նաև հաղթահարելու, անցնելու այդ փուլի ձևը, արդեն հաղթահարել եմ դժվարությունները, սիրելիներս, արդեն բավականին այդ ցավերի միջով անցել եմ, իսկ հիմա ցավում է, չեմ ասում չի ցավում, բայց հաղթահարելի է և ուզում եմ միշտ ժպիտով ձեզ բարևել, ցույց չտալ այդ ցավը իմ հոգու մեջ, որ ոտքս ցավում է, նեղված եմ, ամեն ինչ Աստծով լավ է լինելու։ Իմ լավ բարեկամներ, այնքան եք անհանգստանում, որ որոշեցի այսօր իրոք դեմքով ձեզ բարևեմ, սիրում եմ բոլորիդ, յուրաքանչյուրիդ, մեկ առ մեկ, իմ լավ բարեկամներ, իմ սերը այնքան շատ ձեր նկատմամբ, որ միշտ սպասում եմ, երբ պետք է տեսահոլովակ տեղադրեմ իմ սիրելի
հարազատ դարձած յուտուբյան ալիքում on-line ընտանիքին, որի համար կրկին անգամ ձեզանից շնորհակալ եմ ձեր լավ խոսքերի համար, ձեր գրառումների համար եւ ձեր բարի կամեցողության համար։ Սիրում եմ բոլորիդ, իմ լավ բարեկամներ։ Եթե չեք հասցրել դնել սուրճը, դուք էլ դրեք, միասին խմենք եւ մի լավ օր, մի 20 րոպե այս ամեն հոգսերից կտրվենք, կոֆե խմենք, զրուցենք իրար հետ, ոնց որ հարազատը հարազատի պես, իրոք հարազատ ենք դարձել։ Սիրելիներս, վերջի տեսա հոլովակը, որ Մարինեն տեղադրեց, այսինքն ես եմ տեղադրել, որ նկարել էր, ես ընդհանրապես տեղյակ չեմ։ Ես սենյակում հանգստանում էի, պարկած էի, նա խոհանոցում նկարում էր, քանի որ արդեն գիպսահանել եմ, արդեն ննջարանից գալիս եմ խոհանոց, կանչեցին, դե հարցրեց, մամա, արի հաց ենք ուտում, դու մի ասա կանչում եմ, որ տեսնեմ Մարինկան ինչպես է նկարում։ Այդ ժամանակ ես տեսա։ Շատ գովելի է, այո, երեխան ինքնուրույն որոշել է, որ պետք է պատրաստի։ Դե մեզանից է տեսել, ինձանից, մորից, դստեր աղջկանից, ընդունակ երեխա է։ Ես շատ ուրախացա, հուզվեցի անգամ, որ միթե Մարինես այսքան մեծացել է, իմ քնքուշ էակը։ Եվ պատրաստում է, մեզ համար ցույց է տալիս իմ հետևորդներին, որի համար շատ շնորհակալ եմ իմ աղջկանից։ Շատ աշխատասեր է, ընդունակ է, չեմ գովում քավլիցի, ես չեմ գովում, իրոք այդպես է, աշխատասեր, շարժուն, սիրում է ինչ-որ անում ես նկատի անի, վերցնի, դնի, լվանա, մաքրի, տեսեք մայրը հացս աշխատում է, նա արդեն արձակուրդներ է, տան է, օգնում է, հավաքում է, մաքրում է, պիլեսոսում է, փոշիներն է վերցնում, ամեն ինչ էլ անում է իր չափով։ Ինչ եմ ուզում ասեմ, գրել եք, որ հիշում եմ, կարող է լավ չհիշեմ, Անուշ Հովանեսյան երևի, գրել էր, որ տիկին Մարինե, ինչպես դուք եք մեծերից սովորել, այնպես էլ դուք եք ձեր երեխաներն են սովորում ձեզանից, այո, եթե կսխալվեմ, ներող կլինեք, արդեն ես որ ասում եմ, այդ գրառում գրողը կիմանա, լավ չեմ հիշում, սիրելիս, այո, ճիշտ ես ասում, երեխան միշտ ասում եմ, ընտանիքի արտացոլանքն է և հայլին է, ինչ տեսնի նա էլ կսովորի, սովորեցնում եմ, երբ որ ազատ ժամանակ է լինում, ինչպես նասկիները իրար հետ հավաքել, ինչպես հարթուկել, մանր գործեր, ամեն ինչն էլ բացատրում եմ, սովորեցնում եմ, ոնցը ինչը կարելի է անել, թող անի սովորի, մայրիկին շատ լավ օգնում է, դուք տեսաք, համ նկարում է ինձ համար, համ մայրիկին է նկարում աշխատանքերը, հողամասում, թե ինչպես է քախանում, ինքն էլ այլուր է ցանում, քանի չեմ մոռացել, ասեմ սիրելիներս, ովքեր հողամասով են զբաղվում, այլուրը շատ լավ է օգնում մրջուններին, շատ լավ է օգնում, ցանեք, քախանեք, վերջացրեք, ցանեք որտեղ, որ մրջուն կա, այնտեղ էլ այլուր ցանեք, անպայման ձեր բույսերին, մի թեթև այսպես այլուրի ոնց որ ցանում եք, աղի նման ցանեք, մոխիր, կարող եք 10 լիտր ջրին բացել մի սուրճի բաժակ, մեծ սուրճի բաժակ մոխիր, խառնել, մեկ օր թողնել և ջրել, մի փոքր բաժակ, ամեն քյոլի կողքերը, ոչ թե հենց լոլիկի կողքերը կամ բադրջանի բիբարի, մի քիչ այս ջրից եք լցնում, նոր ջրում եք սովորական ջրով, դա էլ է շատ լավ օգնում, սիրելիներս, այս տարի այսպես ստացվավ, խոստացա, որ ես պետք է
ամեն ինչը անեմ, ցույց տամ, բայց պետք է խոստումներ չտրվի, այո։ Այնպես է ստացվում, որ մեր խոստացածը չեն կարողանում կատարել։ Չեմ սիրում խոստանալ, բայց չպատկերացրեցի, որ այսպիսի բան կկատարվի ինձ հետ, կընկնեմ, ոտքս կկոտրվի։ Բայց դե դա էլ չենք կարող որոշել մեր ամեն օրը ինչպես կանցկացնենք, դրա համար ձեզ մաղթում եմ կրկին անգամ, միայն առողջություն, միայն եղեք առողջ, ամեն ինչ իր հունով գնալու է, անգամ պարկած վիճակում, սիրելիներս, ես հանգիստ չեմ մնում, ուզում եմ ինչ-որ բանով զբաղվեմ, ձեռագործություն եմ անում, սփռոց եմ գործում, կվերջացնեմ և ձեզ ցույց կտամ, հետո որոշել եմ, որ երբ որ սկսեմ նորը գործել, ցույց կտամ, դա էլ երևի արդեն մեկ ուրիշ ալիքում, հիմա առայժմս չեմ կարող, որովհետև մեկ գործում եմ մի քիչ, մեկ դադար եմ տալիս գործելու համար, պետք է անընդհատ գործեմ և ցույց տամ ձեզ, սիրում եմ ձեռագործություն, սիրում եմ կարանել, սուրճը վերջացնենք, շատ համով պատրաստում եմ, ասեմ, որ հողամասում գործ ենք անում, մարինես, սուրճ է պատրաստում և մեզ բերում է դուրս, կամ էլ ունենք փոքրիկ գազու բալոն, դրսում է եփում և մեզ հյուրասիրում, իհարկե խաղում է դրսում, ընկերուհիներ ունի, մի ժամ օրական դուրս է գալիս, ոնց որ ասած, խաղում է, իր մանկությունն է վայելում, նոր գալիս է, որի համար թույլատրություն է վերցնում, կարելի է, չի կարելի և շատ խելացի է ու խոնարհ, այսքանով սիրելիներս, գովասի վերջացրեցի Մարինեից, իրոք գովելու է, բայց գովաս չեմ անում Մարինեից, իրոք այդպիսին է, դուք տեսնում եք սիրելիներս, իմ լավ բարեկամներ, միշտ հարցնում եք, տիկին Մարինե, որտեղից եք, որտեղ եք ապրում, քանի տարեկան եք և քանի երեխա ունեք, կարծեմ Նինել էր անունը, թե Նելի, սիրելիներս բոլորիդ եմ ասում, ես Արտաշատից եմ, Ազատավան գյուղից, ամուսնացել եմ Մրգավան գյուղ, արդեն 45 տարի ամուսնացած եմ, ամուսիններ ենք ամուսնուս հետ, ամուսինս նկարիչ է, ասել եմ, ունեմ 2 երեխա, 1 դուստր, 1 որդի, մի հոլովակում ասել եմ երևի նոր բաժանորդուհի է, չի տեսել այդ տեսանյութը, աղջիկս 43 տարեկան է, ունի 4 երեխա, 3 աղջիկ, 1 տղա, մեծ աղջիկը համալսարանի 2-րդ կուրսն ավարտեց այս տարի, դեռ չի ավարտել, քննություններ ունի, երկրորդը 11-րդ դասարանը ավարտեց, վերջին զանգներ, դուք տեսաք, մենք ուրախություն, քեֆ արեցինք և տղա թոռցս էլ ավարտեց 9-րդ դասարանը, երրորդ աղջիկը սովորում է 8-րդ դասարան, փոխադրվեց 9-րդ դասարան, շատ լավ դաշնամուր է նվագում, դաշնակահարուհի է, պետք է դաշնամուրի գծով էլ գնամ, 9-րդը ավարտի, ընդունվի այդ մասնագիտությամբ այլ սովորի, շատ լավ նվագում է, շատ գովեստանագիրեր է ստացել, մի խոսքով 4-րդ տղան 3-րդ դասարան է, փոխվում է 4-րդ, ֆուտբոլիստ և դաշնամուրի դասերի է գնում, սիրելիներս, սովորում է 4-րդ դասարան պետք է գնա սեպտեմբեր ամսին, որդիս ունի 2 երեխա Մարինես, 6-րդը ավարտեց, շատ լավ, 1-4-ով և որդին տղա թոռս 9-րդը ավարտեց, վերջին զանգը նշեցինք և պետք է սովորի, տեսնենք որտեղ կընդունվի, այդ ժամանակ կբարձրաձայնեմ սիրելիներս, դեռ քննություններ է տալիս դպրոցի, երբ որ արդեն կվերջացնի, որոշել է, բայց տեսնենք որտեղ կընդունվի, իհարկե ձեզ տեղյակ կպահեմ, որդիս ամուսնուս հետ է աշխատում, ես տնային տնտեսուհի եմ, աշխատել եմ 15 տարի, մեզ մոտ պակետների ֆիրմա կար, այդ ցեխում հիվանդանալուց հետո արդեն
տանն եմ, տնային տնտեսում եմ, հարսել աշխատում է, մեզ մոտ կանֆետի գործարան կա, որտեղ երեխաների համար պադուշկաներ են պատրաստում, կոնֆետներ, այդտեղ է աշխատում, ցեխի վարիչ է աշխատում, սա էլ հարսից մասին, ունեմ խոնար, լավ հարս, աշխատասեր, հողի հետ շատ սեր ունի, շատ սիրում է հողագործություն, իմ լավ բարեկամներ, դուք տեսնում եք, լավ թխում է, ամեն ինչ է շատ լավ է, գոհ եմ Աստծուն այսպիսի հարս և աղջիկ ինձ տալու համար, Աստծուց շատ գոհ եմ, գիտեք այնքան հանգիստ ես, որ ունենում ես, լավ ընտանիք, խաղաղ ես ապրում, լսող, հարգող մեծերին, երեխաները խելացի, լսող, ապրում ենք հասարակ, մեր քրտինքով, մեր աշխատանքով, իմ լավ բարեկամներ, շուտ հաճախում եմ Հայաստան, Հայաստանը շատ եմ սիրում, իմ հայրենիքն է, իմ օրանն է, իմ երեխաների օրանն է, որտեղ ես եմ ծնվել, որտեղ իմ երեխաներն են ծնվել, դա ինձ համար միշտ կարոտ է մնում, ճիշտ է գնում եմ տարին մեկ անգամ, վերջին անգամ եղել եմ 2023 թվականին, 19 թվականից մինչև 23 թվականը, տարին մեկ անգամ, երկու անգամ հաճախել եմ Հայաստան, իհարկե բուժումների նպատակով, անձնական գործերով, շատ եմ սիրում, կարոտում եմ, որ իջնում եմ Հայաստան, չէ, արդեն ինձ թվում է ես երանության մեջ եմ, սիրում եմ Հայաստանը, որովհետև իմ ծնողները, եղբայրներս, կիսուրս, կեսրարս, հարազատներս Հայաստանում են հողակավորված, սիրում եմ իրենց հաճախել գերեզմաններ գնալ, նստել, զրուցել, կարոտում եմ բոլորին, ինչու՞ չէ հարևաններից, որտեղ մեծացել եմ, բոլորին, ինձ հարազատ մարդկանց, միշտ ասում եք, որ ինչու չեք գնում Հայաստան, չէ որ ասել եմ կրկին անգամ կասեմ, չեմ զլանը, սիրելիներս որոշել ենք, որ պետք է գնանք, բայց այդպես ստացվեց, որ արդեն կառուցեցինք տուն, երեխաները այստեղ թոռներս ծնվեցին, այստեղ սովորում են, ընդունվում են, չեմ կարող, առանց երեխա չեմ կարող ես գնալ, շատ եմ ուզում գնալ, բայց ես այնպիսի անձնավորություն եմ, որ ես կապված եմ իմ երեխաների հետ, մանավանդ տղայիս հետ, ես առանց իրա չեմ կարող գնալ, առանց իմ թոռների չեմ կարող ապրել, իրենք էլ չեն ուզում, որովհետև իրենց երեխաների ապագան այստեղ է, իրենք այստեղ են տեսնում, ծնված օրվանից իմ թոռները Հայաստան չէին գնացել, անցած տարի են գնացել և այնքան, գիտես ջերմորեն են լցվել Հայաստանի մասին, ման են եկել տեսարժան վայրերը, տեսել են, զգացել են իրենց հայրենիքի համն ու հոտը, ջուրը, որտեղ իրենց ծնողներն են ծնվել և շատ ուզում են, որ այս տարի էլ գնան, ամառային արձակուրդները, տեսնենք որն ընդունվում է, որն ավարտում է, տեսնենք հարմար կլինի կգնան, ման կգան, թող գնան, ման գան, ապրեն, որովհետև մեր վերջի վերջո տունն ու օրանը պետք է հայրենիքը լինի և Հայաստանը լինի, մենք սիրում ենք մեր Հայաստանը, սիրելիներս, կրկին անգամ կրկնում եմ, շատ ենք սիրում մեր Հայաստանը, չենք սիրում, գրել էին, որ սիրում եք, ինչ եք հեռացել Հայաստանից, դե 91 թվականի այս պատմություններից հետո, այդքան դաժան բոլորս էլ ապրել ենք, բոլորս էլ մութ ու խավար տարիներ անցկացրել եմ, ես եկել եմ այստեղ Մոսկվա քաղաք 99 թվականին, ասել եմ, որ ամուսինս 2 տարի աշխատում էր այստեղ, այսինքն գարնանը գալիս էր, աշնանը վերադառնում էր տուն, վերջին անգամ մենք միասին եկել ենք, 98-ին եկել եմ այստեղ, հետ եմ վերադարձել, 99-ին ընտանիքով եկել ենք ու ապրել ենք, արարել ենք, հիմա էլ տուն տեղ ենք ստեղծել, երեխաներ, սիրելիներս, մենք բոլորս էլ սիրում ենք մեր հայրենիքը, մեր Հայաստանը, մեր Հայաստանի ջուրը, մեր Հայաստանը հրաշք, չքնաղ երկիր է, որի նմանը չկա ամբողջ աշխարհում,
Այսքան էլ Հայաստանի մասին։ Ճիշտ ասում եք, մազերդ հավաքած սազում է, այսօր մի քիչ թարմացած եմ ճիշտն ասած, այս օրերի վրա, որ այդքան հիվանդ էի, դե գիտեք, շաքար ճնշումը մարդու ինչ վիճակի են գցում, չեմ ուզում բացատրեմ, բոլորս է գիտենք, հիվանդ ժամանակ ինչ ենք լինում։ Այսօր առավոտյան թարմացած եմ, որպեսզի թարմը ձեզ հետ խոսեմ։ Հիմա սիրում եք իմ մազերը հավաքած, մի թեթև հավաքեմ, թող ձեր սրտովը լինի։ Սիրում եմ, որ ձեր սրտով լինի ամեն բան, չէ՞ որ դուք իմ հարազատներն եք։ Խնդրեմ, հավաքեցի։ Ճիշտ է, մազերս ներկելու կարիք ունի, ոչինչ, կներկեմ։ Արդեն դուրս է եկել սպիտակները, դա հոգ չի, կներկեմ։ Մի քիչ էլ ոտքի վրա կանգնեմ, կներկեմ։ Սիրելիներս, դուք գիտեք, որ մենք Հայաթում դաղց ունենք, նանա ունենք, չեմ կարողանում գնալ, ժամանակն է քաղել, բերել, չորացնել։ Հարցը ժամանակ չունի։ 5-ին գործից գալիս է, մինչև կերակրում, հավաքում, լվանում, արդեն անցնում է հողամասի գործերով, ժամանակն է, որ պետք է արդեն բժարես, որ գոնե աշխատի բույսը, արդեն սկսել է աշխատել, մյուս հոլովակում արդեն լրիվ մանրամասը, դե Մարինկաս, որ նկարում է, չի կարողանում մանրամասը նկարել, դրա համար էլ եմ Աստծուն գոհ, որ այդքան էլ նկարում է Մարինես, ցույց կտամ։ Մարինեից հետ խոսում ենք, դե մենակ ենք արդեն, առավոտյան մինչև 5-ը, տանը մարդ չկա, իրար հետ սուրճ է դնում, բերում, անգամ ինձ սկզբնական շրջանում բերում էր, ննջարանում էր, հաց տալիս, մի խոսքով նստել, զրույց ենք անում եւ ասում է տատի, ես կգնամ կքաղեմ, կբերեմ, լավ, կլվանամ, կլցնեմ քամիչի մեջ, թող քամվի, մաման կգա փռի։ Պատկերացնում եք երեխայի աշխատասիրությունը, որ ես իրեն ասում եմ, ափսոս է ձմեռը, թե մախիտո ենք պատրաստում, թե ենք խմում մրսակցության համար, մեծ թորնիկիս եմ տալիս, շատ սիրում է նանայով, դաղցով թե խմել, ես էլ եմ սիրում, բայց շատ չեմ խմում, իսկ մեծ թորնիկս շատ է օգտագործում, չորացնենք տան համար, սպասների մեջ լավ է լինում սպասով, հիշում եմ մայրիկս, կիսուրս, սպասի մեջ լցնում ենք բազուկի ճավ, այս նանա, կամ էլ խոտեր կան արտաշացիները կիմանան, բարեխ էին ասում, այդ բարեխներից ենք լցնում, իսկ ես սիրում եմ, որ լցնեմ միայն նեխուր, քյարավուզ եւ համեմ, սոխի հետ։ Մարինկաս էլ սոխը չի սիրում, ինձ խորհուրդ են տվել, գրել են, մեծ սիրով խորհուրդը վերցրել եմ, կպատրաստեմ մյուս անգամ այդպես։ Գլուխ սոխը առանց կտրտելու կլցնեմ, հետո կեփելուց հետո կհանեմ, համը կտա։ Սպասին եւ Մարինկաս հաճույքով կուտի։ Իսկ այդպես որ եփում եմ, նա մեկ մանրամասորեն հանում է սոխերը։ Այսքանը սիրելիներս, տեսնենք երբ կքաղենք, ցույց կտանք, Մարինկաս կպատրաստի ինձ հետ միասին, ամեն բան ցույց կտամ մանրամասորեն։ Սիրեցի ձեզ, դուք էլ ինձ, որի համար շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ ձեզ, իմ լավ բարեկամներ։ Նստեցի, զրուցեցի, ուրախացա, որ արդեն կարողանում եմ, լավ եմ, առողջացել եմ, բոլոր հիվանդներին Աստված առողջություն տա, Ֆլորակույրիկս էլ էր երկար ժամանակ հիվանդ, իրեն էլ առողջություն տա, բոլորին առողջություն եմ մաղթում, աշխարհով մեկ, երկրագնդով մեկ խաղաղություն եմ մաղթում, բոլորին, թող ոչ մի զենք չլինի, ոչ մի կրակոցներ չլինեն, սիրելիներս, ապրենք խաղաղ, հարստություն չեմ ուզում, կալվածքներ չեմ ուզում, ոչ մի բան, առողջություն, մեր ընտանիքները թող ապրեն խաղաղ, ուրախ, երջանիկ, հարգեն մեզ եւ լինեն սիրված, մենք էլ իրենց կողմից, իրենք էլ մեր կողմից սիրված, մեր ընտանիքում թող միայն Աստծո խաղաղությունը, Աստծո օրհնությունները տիրեն, եղեք միշտ ուրախ եւ առողջ, սիրելիներս, ստեսություն բոլորիդ, պաչիկներ, միայն պաչիկներ բոլորիդ, սիրելիներս, նորեկներ ջան, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ կոճակը, լայք դրեք, որպեսզի ալիքը տարածվի, սիրելիներս,
նոր տեսանյութեր դիտեք։ Այսքանով ավարտում եմ այս փոքրիկ գեղեցիկ զրույցը, որ ձեզ հետ ունեցա։ Մինչ նոր հոլովակ, Մարինե ջան, պաչիկներ, ստեսություն մեր սիրելի բաժանորդներին։ Հաջողություն։ Ստեսություն բոլորիդ։ Շատ